Հարգելի գործընկերներ, սիրելի հայրենակիցներ, ինձ համար մեծ պատիվ է այսօր ներկայացնել Ռուբեն Ռուբինյանի թեկնածությունը Ազգային ժողովի նախագահի պաշտոնում։ Մինչ կենսագրական տվյալներին անդրադառնալ, նախ ուզում եմ ընդգծել, պարոն Ռուբինյանը նախ եւ առաջ հրաշալի սկզբունքային մարդ է, պարկեշտ, համեստ եւ ազնիվ գործիչ, որը տարիներ շարունակ անցել է քաղաքական եւ պետականաշինության բարդ ճանապարհ։ Իր քաղաքական գործունեության ընթացքում նա եղել է եւ մնում է ամենաբաց ու թափանցիկ գործիչներից մեկը։ Նա ոչ միայն քաղաքական, այլ նաեւ դիվանագիտական աշխատանքով ապացուցել է, որ ունի պետական շահը բարձրագույն մակարդակով ներկայացնելու պատրաստակամություն եւ փորձառություն։ Վստահ եմ, որ նրա կազմակերպչական հմտությունները, հավասարակշռված մոտեցումը եւ քաղաքական հասունությունը թույլ են տալու անչափ արդյունավետ ղեկավարել ազգային ժողովի աշխատանքները եւ ապահովել օրենսդիր մարմնի բարձր հեղինակությունը։ Եվ այսպիսով Ռուբեն Ռուբինյանը ծնվել է 1990 թվականի մարտի 8-ին Երևանում։ 2010 թվականին ավարտել է Երևանի Պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը։ 2011 թվականին ավարտել է Լոնդոնի համալսարանական քոլեջը ստանալի մագիստրոսի կոչում, մասնագիտացումը քաղաքականություն եւ անվտանգություն։ Այս համալսարանն այս տարի ըստ վարկանիշի աշխարհում 8-րդ լավագույն համալսարանն է։ 2012 թվականին ավարտել է Լեհաստանի Յագելոնյան համալսարանը ստանալով եվրոպագիտության մագիստրոսի կոչում։ 2012-2014 թվականին ծառայել է զինված ուժերում։ 2015 թվականին պրակտիկա է անցել ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի հայաստանյան ներկայացուցչությունում։ 2015-16 թվականին աշխատել է Արարատնյուս լրատվական կայքում։ 2016-17 թվականին աշխատել է Բեկթոնստրակտ ընկերությունում որպես թարգմանիչ։ 2017-18 թվականներին Թուրքիայում ծայրահեղականի կողմից սպանված հայ լրագրող Հրանտ Դինքի անվան հիմնադրամի ծրագրով գիտական հետազոտություն է իրականացրել Ստամբուլում։ 2018-19 թվականներին եղել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ։ 2018 թվականի դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել Իմ քայլը խմբակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով։ 2019 թվականի հունվարի 18-ին ընտրվել է Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ։ 2021 թվականի հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել Քաղաքացիական պայմանագիր կուսակցության համապետական ընտրական ցուցակով։ 2026 թվականի օգոստոսի 3-ին ընտրվել է Ազգային ժողովի նախագահի տեղական։ 26 թվականի հունիսի 7-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել Քաղաքացիական պայմանագիր կուսակցության համապետական ընտրական ցուցակով։ 2022-2026 թվականին եղել է Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում ՀՀ հատուկ ներկայացուցիչ։ 2015 թվականից Քաղաքացիական պայմանագիր կուսակցության հիմնադիր անդամ է, վարչության անդամ։ 2016 թվականին պարգևատրվել է ՀՀ ՊՆ պատվոգրով։ Խոսում է հայերեն, անգլերեն, ռուսերեն գերազանց, լեհերեն լավ, թուրքերեն միջին, ամուսնացած է, ունի 1 զավակ։